Բարև ձեզ, ես Էդգարն եմ Այվազյան, այսօր թվանք հաղորդաշարի հերթական թողարկումում ուզում ներկայացնեմ իմ զենքը։ Զենքը ÇZ TSR 308 տրամաչափի է, խոսեմ մի քիչ զենքի տեխնիկական բնութագրերի մասին։ Զենքը առանց պարագաների 6.3 կգ է, փողի 660 մմ երկարությամբ։ Զենքի մասին սկսենք փողաբերանի արգելակից, փողաբերանի արգելակը գործարանային է, ձայնը բավականին բարձր է, բայց զենքի ճիշտ աշխատելու համար շատ օգտակար։ Հաջորդիվ օպտիկան, օղակները եւ հարթաչափը տեղադրված է Vortex Viper PSD Gen 2 525 խոշորացմամբ, ոտքերը տեղադրված է UTG, Twist-ի մասին խոսենք, 11 Twist-ով է, ցանկալի է կրակել ոչ շատ ծանր պատրոններ, 168-175 grain ծանրությամբ, որը բավականին լավ արդյունքներ է ցույց տալիս եւ լավ աշխատում է։ Խոսեմ զենքի ձգանի մասին, զենքի ձգանը ունի երկաստիճան կարգավորման հնարավորություն։ Ինչպես նկատեցիք, զենքը bolt action մեխանիզմով է, ունի երկու ուպորներ, այդպես ասված, բավականին արդարացված, արդեն փորձված մեխանիզմ է, կարծում եմ ծանոթ կլինեն շատերը, կոթը ծալվող է, փորձեմ հիմա իրան ծալել, փոքր-ինչ դժվարությամբ, զենքի կոթը ծալվում է եւ կոթը նույնպես ունի փոփոխվելու հնարավորություն, իր հետ արդեն իսկ տուփում առկա են երկարացնելու, կարճացնելու բոլոր պարագաները, թշիկը, ամեն ինչը փոփոխվող են, հիմնականում արվում է մեկ անգամ, հիմնական կրակողը իրեն հարմարացնում է եւ այդպես ստատիկ պահում է։ Փամփուշտատուփի մասին, փամփուշտատուփը 10 փամփուշտի տարողունակությամբ է, խոսեմ որոշ պարագաների մասին, որը արդեն իսկ առկա է զենքի հետ, կարևորագույնը զենքի տուփը եւ զենքը փոփոխելու որոշ պարագաներ, օրինակ պիկածինիներ, ինչպես նշեցի, կոթը երկարացնելու հնարավորություններ ենք հետը տրվում է արդեն, բռնակի որոշ էլի պարագաներ արդեն ըստ ձեռքի կրակողի եւ մաքրման միջոցներ, խնամքի միջոցներ, որոնք արդեն բոլորը ներառված են տուփի մեջ։ Կարծում եմ այսքանը, հաջորդիվ կփորձենք զենքը ճշտադրման տեղամասում 100 մետր հեռավորության վրա, կհավաքենք կուչա, փորձենք ձեզ ցույց տալ զենքի հնարավորությունները։ Հիմա եկել ենք ճշտադրման տեղամաս, կկատարենք 3 կրակոց 100 մետր հեռավորությամբ թիրախի վրա, կկրակենք GGG Sierra 168 grain տեսակի փամփուշտներով, տեսնենք ինչ արդյունք ենք ստանում։ Լիսկավորենք զենքը։ Տվյալ զենքով կրակելուց ես նախընտրում եմ ականջակալներով կրակել, մինչ ինձ թվում է կսովորեմ ձայնին, բայց ամեն դեպքում ցանկալի է ունենալ պարտադիր նաուշնիկներ, էլի։ Շատ լավ։ Գտնենք թիրախը, պատրաստվենք։ Իսկ թափենք զենքը, գնանք թիրախների մոտ, մեր եղանակային պայմաններում ու պարտադիր տաք եղանակներին ցանկալի է զենքը ծածկել, փողը չտաքանա։ Գնանք տեսնենք արդյունքը։
Մերկու չան, երկու պատրոնը համարյա անցել է մեկ տեղով, երրորդը էստեղ է արդեն։ Կարծում եմ լավ արդյունք է։ Հիմա կփորձենք զենքը ավելի հեռու դիստանցիաների վրա շարժվենք դեպի մնացած թիրախներին։ Հիմա կփորձենք աշխատել հեռու թիրախների վրա կրծքային 600, 700 և 800 մետր հեռավորության վրա։ Իսկավորենք։ Կրակելու ենք 168 գրեյն պամպուշներով։ Իսկավորենք։ Խոցում 600 մետր։ Խոցում։ Խոցում։ 600, 700 և 800 մետրի վրա գտնվող կրծքային թիրախներին խոցեցինք, հաջորդի վելի կներկայացնենք զենքը և զինվեք, մարզվեք, դարձեք ազատազեն, մինչ նոր հանդիպում։